Զորյանի ցանկապատը պատմվածքը հրաշալի պատմվածք է, դրա մոտիվներով մարդիկ ներկայացում են բեմականացրել։ Ես չեմ կարծում, ես չեմ դիտել ներկայացումը, բայց չեմ կարծում, որ էապես պիտի տարբերվի Ստեփան Զորյանի պատմվածքից, էապես պիտի մոտիվից շեղվի։ Խոսվեց, ինչու եմ ասում այսպես, որովհետև երբ քննարկում էին ներկայացումը, խոսվեց ամեն ինչի մասին, բացի նրա մասին, թե ինչ էր իրականում ուզել ասել Ստեփան Զորյանը, հարգելի բարեկամներ։ Սա մի պատմվածք է երկու հարևանների մասին, Մինասի և Թևոսի, հիմա ես կկարդամ մի փոքրիկ հատված, որքան վեճ, կռիվ, կանգատեր տեսել դա, քանի դատավոր հաշտարար միջնորդ էր եկել դրա մոտ, ցանկապատի այդ վեճը պետք է ասացին էր, սկզբում հայրերն էին վիճում, ապա վեճն անցավ որդիներին, Մինասին, Թևոսին, որոնք արդեն սպիտակախառն մորուքով 50-ից մարդիկ էին, հարցների, թոռների տեր, վեճն իսկապես վերաբերում էր ցանկապատի այն մասին, որ մի սաժեն տարածության վրա երկու տեղ աղեղի ձևով ծռվում էր աջ ու ձախ և սալորի մի ծառ գրկելով դնում էր դեպի փողոց։ Եվ այս փոքրիկ հողակտորի համար վեճը տևում է տարիներ շարունակ, տասնամյակներով, և տրագեդիան կայանում է այնտեղ, որ այս ժամանակահատվածում, այս փոքրիկ կռվի ժամանակահատվածում տեղի է ունենում մեծ կռիվ և պետությունը գտնվում է արտաքին ինտերվենցիայի տակ, հսկայական վնասներ է կրում, բայց այս երկու մարդիկ ի հեճուկս այդ ամենի շարունակում են կռիվ տալ մի կտոր հողի համար։ Այս սրա մասին է ողջ պատմությունը, թե ինչպես երկու հիվանդ մարդ կարող են չտեսնելու տալ այնքան ամորալ լինել, այնքան դեբիլ լինել, այնքան սրիկա լինել, այնքան անհայրենիք լինել, այնքան էգոիստ լինել, ինչ ուզում եք դրեք, այնքան էգոիստ լինել, որ մի կտոր հողի համար, որը իրենք չեն էլ վայելելու, որը իրենք չեն էլ օգտագործելու, պատրաստ են տասնամյակներով կռիվ տալ, երբ թուրքը րոպե-րոպե, ժամ առ ժամ առաջ է գալիս, մենակ հարևանին չլինի, ինչպես ուզում է լինի, ու հետագայում այս սրա մասին է պատմվածքը, այդ պիեսը, որի հիման վրա բեմականացվել է ներկայացումը, սրա մասին է, այդ պիեսը նրա մասին է, որ եթե քաղաքագիտական լեզվով ասենք, չկա արտաքին քաղաքականություն, ամեն արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Եվ պատմությունն ավարտվում է նրանով, որ կռիվ են տալիս Թևանն ու Մինասն ու Թևոսը, կռիվ են տալիս եւ ավարտվում է նրանով, որ լսվեց բարակ-հազի ձայն, Մինասը ետ ցածկեց, Թևոսի իծահազն էր, որպեսզի հարևանն իրեն չնկատի, Մինասը կռացավ, ցանկապատի կողքով կուզեկուզ գնաց դեպի տուն, 10 րոպե անց նա արդեն իր սայլի մոտ էր, նրա սիրտն այժմ հանգիստ էր, որ Թևոսն այլևս իր հետևից չի ծաղի իրեն, կես ժամ հետո սակայն գաղթի ճանապարհը բռնեց եւ Թևոսն իր սայլով ու ընտանիքով։ Կռիվ են տալիս, հետո այդ ամբողջը թողնում են եւ դեպի, ինչպես ասում են, սա է հարգելի բարեկամներ, սրա մասին է։ Ու Թևոսն ու Մինասը գնացել են, բայց Հայաստանի Հանրապետությունում, եթե դուք ուշադրություն դարձնեք, բազմաթիվ Թևոսներ եւ Մինասներ կան, պարոն 16-րդ վարչապետ։ Մեր օրյա Թևոսների ու Մինասների մասին պիտի որ լինի այդ ներկայացումը։ Այդ ներկայացումը պիտի որ լինի նրանց մասին, թե ինչպես էին, օրինակ, լավ վերադառնանք մի քիչ ոչ վաղ անցյալ, 88 թվականին ինչպես էին, օրինակ, որոշ մարդիկ իրենց մեռելներին հազիվ հաս փլատակների տակից հանում, իսկ որոշ մարդիկ մարադյորությամբ էին զբաղված եւ
կողքի շենքի կողքի խանութներից խալի էին գողանում, դա ես իմ աչքերով եմ տեսել։ Բայց նա անմեղ զոհերին փլատակների տակ հանողների ֆոնին խալի գողացողները, այսպես սերնդեսերունդ եկել հասել են 21-րդ դար։ Մասշտաբային ողբերգություն տեղի ունեցավ մեզ հետ նաև ընդամենը մի քանի տարի առաջ։ Եվ մենասներն ու թևոսները շարունակեցին իրենց սև, էգոիստական, հանցավոր գործունեությունը։ Դեբիլ, իրենց դեբիլ հանցավորության հետ զուգակցող դեբիլ ամորալությունը։ Դուք կարող եք բազմաթիվ մենասների ու թևոսների տեսնել, ովքեր չնայած հայրենիքի մի հատվածի կորստի, չնայած նրա, որ 100,000-ից ավել մարդ դարձել է տնավեր, գնդապետ արմենակները, գնդապետ մինասներն ու թևոսները ամեն օր բուծում են հարյուրավոր նոր ֆեյքեր, որ հանկարծ իրենց ղեկավարին համացանցում թարս բան չասեն, կամ եթե թարս բան էլ ասեն, անպայման ենթարկվեն հարձակումների։ Ինչ մինաս ու թևոս չէ, սրա մասին է, սրա մասին պիտի որ լինի ներկայացումը։ Պարոն 16-րդ վարչապետ, այդ ներկայացումը պիտի որ լինի նրա մասին, թե ինչպես է մի կողմից հազարավոր տղաներ կորցնում իրենց կյանքը, մյուս կողմից այդ ողբերգության ֆոնին տեղի ունենում մանր հանցագործություններ, մանր, բայց սարսափելի հանցագործություններ, օրինակ դրա ֆոնին ինչ-որ վիժվածքներ գրպանում համայնքային բյուջեն, որպեսզի ինչ-որ համայնքում 800 շուն ստերջացնեն։ Երևի այդ համայնքում վերջին 50 տարիների ընթացքում 800 շուն չի եղել։ Այդ դրա մասին է։ Նորորյա մինասներն ու նորորյա թևոսները, պարոն 16-րդ վարչապետ, քո շրջապատում են, քո գլխավորությամբ, այդ ներկայացումը պիտի որ լինի, այս պատմվածքը քո մասին է, այս պատմվածքը քո շրջապատի մասին է, դուք եք մեր նորորյա մինասները ու թևոսները, ովքեր ուրիշի շենտունն են քանդում, իրենց պետք եկած գերանի համար, Սևակի խոսքերով, պարուր Սևակի խոսքերով, դուք մարդկանց տներն եք քանդել, ձեր պետք եկած գերանների համար, ծառերն եք ջարդել մի բուր չհասած ծիրանի համար, էլի Սևակ։ Փաշինյան Նիկոլ, այդ պատմվածքը քո մասին է, ու վաղ թե ուշ այդ դերասաններից մեկը կկանգնի քո ճակատին ու կասի դրա մասին։ Ստեփան Զորյանի այս հերոսները ճակերտավոր մշտական են։ Եղել են 20-ական թվականներին, եղել են 80-ական թվականներին, երբ ողբերգություններ տեղի ունենում։ Եղել են 21-րդ դարի 20-ական թվականներին։ Սրանց պարոդը կեղտոտ մի օր կանգնելու է դատարանի ու դատաստանի առաջ։ Ես դրանց տիրոջ մերը